Զվարթնոցի շենքերի կրկին կանգառի հատվածը միատնայք խայտառակությունը դեկտեմբերի 30-31 նոր ձյունի եկած ժամանակ եւ ընդամենը 10 օր հետո այսօր այս խայտառակ աղուբի բարը ուրեմն դեկտեմբերի 30-31-ից սկսած ինչ առաջին առաջձյունը որ տեղած տեսնում ենք բոլոր տեղերում մեջմայացնում մեր Զվարթնոցի շենքերի հատվածում դե բնականաբար ձյունածածկ որոշ տեղեր այդտեղ ինչ որ աղ ու կարմիր ավազով հատվածներ մշակել են, որոշ տեղեր ոչ, բայց մտածված, ես հետևել եմ, հետևողական եմ եղել, միայն աստիճանների հատվածը, որը ինչպես գիտեք Զվարթնոցի շենքերի կանգառի կենտրոնական հատվածն է, մարդիկ իջնում բարձրանում են, ես մտածված նկարահանել եմ, ում որ պետք է մի քանի տեղ նկատողությունները արել եմ եւ սպասել եմ տեսնենք ինչ արձագանք է լինելու, մինչեւ զանգահարել այդ ոչ բարով քաղաքապետարան կոչվածը համար 7 հա իմիջիալոց հեսա սպասեք իմ աչքի առաջ կանայք գլորվում են սաղմեն ընկնում են ցած այսպես խայտարարի վիճակ հասնում է համար 7 Այսօր ստացվել է ուրբաթ երեկոյան ես աշխատանքի եմ հնարավոր չի վաղը շաբաթ կիրակի երկուշաբթի ես ահավոր ջղային եւ վատ ձևով զանգահարելու եւ մտնելու էի քաղաքապետարան այսօր ինչ եմ տեսնում գնում եմ աշխատանքի երեք ինչ որտեղ ագաժային հասել է որ շատ խիստ խոսակցություն է գնալու էլ չասեմ մնացածը ինչ համար 7 ընտրում ենք ինչ համար 7 Այսօր ինչ տեսնեմ, վերել են այդ ձեր ծուտի խապուսիկ այդ աղուբի բարը լցրել են սենց աստիճանների վրա ու իջել են ցած մի հատ հեսա ցույց կտամ տեսարանը կտեսնեք ուրեմն լսեք կոմունալ եք ինչ եք ով եք դուք ուղակի ծայրահեղ անսահման խայտարակություններ ձեզանից բրծում չկա մեկից հետո մյուսը ել ավելի վատ բնականաբար ընտրում ենք համար 7 Եվ ինչ առանց ծառույցը մաքրելու, կոտրելու, այդ ձեր աղուբի բարը շաղ եք տվել այդտեղ որպես ինչ տուպոյ անգրագիտություն, որտեղ պետք է բահերով, երկաթներով անպայման ձյունը սառույցը մաքրվեր, նոր լցվեր, ինչ է սա, այս ինչ խայտառակություն է, մի հատ նայեք ինչա կատարվում։ Նորից եմ ասում, վաղը շաբաթ, մյուս օրը կիրակի, երկուշաբթի օրը թե կարող փախեք քաղաքապետարանից, բոլորը ձեր կաբինետներից, անջատեք հեռախոսները, որովհետև ես գրոհելու եմ ձեր կաբինետները ու կտեսնեք ես ձեզ ինչ եմ անելու, դե սպասեք։ Ուրեմն այսօր ուրբաթ է շաբաթ կիրակի երկուշաբթի ձեր վերուվարը մեկ եմ անելու չնայած հասնում է համար 7 ով էլ որ ընդերա պետք է այստեղ ընկնեք գյաբարլամի շնեք ձեզ փրկել չլինի Աչքից առաջ կանայք գլորվեցին ցած, այստեղ էլ չեմ նկարահանել, մի ձեռքով բռնում եմ ճաղավանդակից, թե չէ ես ինքս կընկնեմ, ամբողջ թեքությունը, հարթությունը միատնայք սառույցի մեջ կորած։ Ճանապարհներին ձևական մի քանի աղ ու կարմիր ավազ են լցրել, այդ աղուբի բարերը իրանց ասելով։ Իսկ այստեղ համար 7-ի դեմքով կոմունալ է, որ պետք է աստիճանները մաքրի, միատնայք խայտառակ վիճակը։ Դե վայելեք, կեղծ ու խափող անամոթ, դուք ընտրել եք համար 7, հասնում է բոլորիդ, հեսա 26 թվիներ կգնաք ձեր թուրքի վաստակին կընտրեք, որ թուրքերին բերի լսնի ձեր ծոցը Մի հատ ես խայտառակության աստիճանը նայեք էլի, ուղակի խոսքեր չկան Այս ամենը բարձրաձայնելուց հետո, հազիվ հաս 10 օր հետո, որ հեսա արևելավ իրան էլ կհալեր, մի հատ նայեք բերել են խայտառակ իրանց աղուբի բարը լցրել են աստիճաններին առանց քերելու, մաքրելու, ամբողջ թեքության վրա։ Հեսա երկուշաբթի դուք իմ ձենը լսեք, դե սպասեք, համար 7։ Կառնեք ձեր բահերն ու քլունգները կգաք այս սառույցը կմաքրեք, թե չէ իմ ձեռքից չեք բրցնի։ Այստեղ էլ խայտառակ կեղտոտ գունդ, ամբողջը թափելով մարդիկ ոտքերը խփում են քարին նոր են ասում։ Մի հատ նայեք ինչ փնթի են արել։